готов провести личную встречу. Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետ, բայց միայն վերջնական խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար, այն էլ իր պայմաններով։ Я не предлагаю эту встречу, но если кто-то предлагает... Ես չեմ առաջարկում հանդիպում կազմակերպել, բայց եթե ինչ-որ մեկն առաջարկում է, խնդրեմ, թող գա Մոսկվա եւ մենք կհանդիպենք։ Можно встретиться и в третьей стране. Կարելի է հանդիպել նաև երրորդ երկրում, բայց միայն այն դեպքում, երբ խաղաղության համաձայնագրի շուրջ ձեռք բերվեն վերջնական պայմանավորվածություններ, ես կմասնակցեմ այդ հանդիպմանը միայն ինչ-որ բան վերջնական ստորագրելու համար, ոչ բանակցելու։ Պուտինը հիշեցրել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը սկսվել է Եվրամիությանը միանալու Ուկրաինայի ձգտումներից, ինչին իր խոսքով Ռուսաստանը դեմ չի եղել։ Կրեմլը պատրաստ է Եվրամիությունից որպես բանակցող ընդունել ցանկացած առաջնորդի, որը, ինչպես Պուտինն է ասում, ինչ-որ գարշելի բան ասած չի լինի Ռուսաստանի հասցեին։ Դաշնության նախագահը տվել է Գերհարդ Շրոդերի անունը։ Նա Գերմանիայի կանցլերն է եղել 1998-ից 2005 թվականներին։ Эти деятели на Западе... Այդ արևմտյան գործիչները բոլորին խաբում են, հիմա էլ դա հրապարակային են անում։ Нас обманывать еще... Նրանք մեզ սկսել են խաբել ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնման մասին 1990-ականների սկզբից, հետո ինչ եղավ։ Сделает НАТО, ну и что? Սա է ներկայիս իրավիճակի պատճառը, այնպես որ նրանք են մեզ հետ պատերազմում, եւ արդեն պարզ է, ուկրաինացիների ձեռքով։ Միացյալ Նահանգների միջնորդությամբ կնքված երրորդյա հրադադարի երկրորդ օրն է։ Գերիների փոխանակման վերաբերյալ Մոսկվան Կիևից որևէ առաջարկ չի ստացել։ Ըստ Դաշնության նախագահի, Ռուսաստանը 500 մարդու ցուցակ է ներկայացրել։ Կիևը չի պատասխանել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այսօր հայտնել է, որ Ուկրաինան հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 16000 անգամ։ 8 անգամ հարձակվելով ռուսական դիրքերի վրա, ավելի քան 6000 անգամ հարվածելով ԱԹՍ-ներով։ Մոսկվան սպառնում է հայելային պատասխանով։ Մոսկվան խոսում է ուկրաինական պատերազմի հնարավոր ավարտի մասին, իսկ այմերձավոր արևելքում իրավիճակը կարծես հակառակ ուղղությամբ է շարժվում։ Իրանի շուրջ ցանկացած նոր էսկալացիա կունենա աղետալի հետևանքներ բոլոր կողմերի համար, հայտարարել է Պուտինը, վստահեցնելով, որ պատրաստ է կրկին ներգրավել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում։ Իրան доверяя нам в полном объеме. Իրանը մեզ լիովին վստահում է եւ դա ունի իր հիմքերը։ Նախ մենք երբեք որևէ համաձայնագիր չենք խախտել։ Во-вторых, мы Երկրորդ, մենք շարունակում ենք Իրանի խաղաղ միջուկային ծրագրերը, կառուցելով Բուշերի ատոմակայանը։ и продолжаем строить. Եվ խաղաղ միջուկային ոլորտում մեր համագործակցությունը կախված չէ ներկայիս իրավիճակից։ Աքսիոսը հայտնում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Քաթարի վարչապետ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ-Թանիի հետ Իրանում պատերազմը դադարեցնելու համաձայնագիրը քննարկելու համար։ Աքսիոսը հղումանելով իրազեկ աղբյուրներին հայտնում է, որ Քաթարը, Պակիստանը, Եգիպտոսը, Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան համատեղ են աշխատում համաձայնագրի հասնելու ուղղությամբ։ Սակայն մինչ դիվանագետները խոսում են խաղաղությունից, շարունակում են պայթել ռումբերը։ Լիբանանի հարավում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 39 մարդ, այդ թվում երեխաներ։ Թել Ավիվը հայտարարել է, որ թիրախավորել է Հեզբոլլահի զինյալներին, իսկ վերջիններս պատասխանել են հրթիռներով ու անօդաչուներով։ Իսրայել-Լիբանան հրադադարը, որը 3 շաբաթով երկարաձգելու համար միջնորդել էր Դոնալդ Թրամփը, փաստացի շարունակում է խախտվել։ Լուրեր կան, որ Իսրայելի եւ Լիբանանի ներկայացուցիչները բանակցությունների երկրորդ փուլն անցկացնելու համար կհանդիպեն 5 շաբթի եւ ուրբաթ Վաշինգտոնում։ Մինչ աշխարհը շունչը պահած հետևում է հին ու նոր հակամարտություններին, մի նոր վտանգ է գլուխ բարձրացնում։ Նիդերլանդական զբոսաշրջային նավում հանտավիրուսի բռնկումից հետո եվրոպական մի քանի երկրներ սկսել են իրենց քաղաքացիների տարհանումը։ Գերմանիան, Ֆրանսիան, Բելգիան, Իռլանդիան եւ Նիդերլանդները հատուկ ինքնաթիռներ են ուղարկում Կանարյան կղզի ախմբի Տեներիֆե կղզի ուղևորներին դուրս բերելու համար։ Հանտավիրուսը հիմնականում տարածվում է կրծողների միջոցով։ Մարդը կարող է վարակվել շնչելով այն տարածքի օդը, որտեղ կան վարակված մկների կամ առնետների արտաթորանքի, մեզի կամ թքի մանր մասնիկներ։ Հիվանդությունը շատ տարածված չէ, բայց կարող է շատ վտանգավոր լինել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը համենայն դեպս պնդում է, սա նոր COVID չէ։ Չնայած ԱՀԿ-ի վստահեցումներին, հանտավիրուսը հիշեցնում է, աշխարհը շարունակում է ապրել ոչ միայն պատերազմների, այլև նոր կենսաբանական սպառնալիքների ստվերում։ Զովինար Բարխուդարյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր Կիրակի։